Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Մնացորդներու առաջին գիրք 21-րդ գլուխ Դավիթ մարտահամար կգադարե։ Սատանան Իսրայելի ընդդիմացավ ու Դավիթը դրթեց, որ Իսրայելը համրե։ Դավիթ Հովաբի եւ ժողովրդին բեդերուն ասավ. «Կացեք, Իսրայելը հաշվեցեք Փերսապեին մինչև տան ու թիվը բերեք ինձի, որբեսի գիտնամ»։ Եվ Հովաբ ասավ. «Դերը թող հարյուրաբադիկ ավելցնե իր ժողովուրդը կան այնչափ որ է, ով թագավոր իմ դերս, միթե անոնք բոլորնալ իմ դիրոջը զարաները չեն, իմ դերս ինչու այս բանը կբանջե, ինչու ան Իսրայելի հանցանքի պատճառ ըլլա»։ Բայց երբ թագավորի խոսքը Հովաբի բարդատրվեցավ, Հովաբ դուրս ելավ, ամբողջ Իսրայելի մեջ շրջեցավ, ապա Երուսաղեմ եկավ։ Հովաբ ժողովրդին մարտահամարին թիվը Դավիթին տվավ։ Ամբողջ Իսրայելի մեջ 1,100,000 սուր քաշող մարդ կար, իսկ Հութա 470,000 սուր քաշող մարդ ուներ։ Սակայն Ղևդացիներն ու Բենյամինյանները անոնց մեջ չթվարկեց, քանի որ թագավորին հրամանը քարշելի էր Հովաբի։ Այս բանը Աստուծո անհաջո եղավ, ուստի Իսրայելը զարգավ։ Դավիթ Աստուծո ասավ. «Այս բանը նելով մեծապես մեղանչեցի, ուստի հիմա գաղերսեմ քու ծառայիդ անօրենությունը ներե, որովհետև հույժ անմիտ եղա»։ Դերը Դավիթի դեսանողին քաթի խոսեցավ ասելով. «Քնա ու Դավիթի ասե, դերը սա կհայտարարե, ես քեզի 3 բան կառաջարկեմ, անոնցմե մեկը ընտրե, որ քեզ ենեմ»։ Քաթ Դավիթի եկավ եւ անոր ասավ. «Դերը սա կհայտարարե, ընտրե քեզի, կամ 3 դարվան սով, կամ 3 ամիս քու թշնամիներուդ արջևեն փախչիս ու թշնամիներուդ սուրը քեզի հասնի, եւ կամ 3 օր դիրոջ սուրը, այսինքն ժանդախտ ըլլա երկրի մեջ, ու դիրոջ հրեշտակը Իսրայելի ամբողջ հողամասին մեջ գոդորե։ Հիմա ասե, թե ինչ պիտի պատասխանեմ զիս ղրգողին»։ Դավիթ քաթի ասավ. «Չափազանց կդակնաբիմ, այժմ դիրոջ ցերկինամ, որովհետև անոր կթությունը հույժ շատ է, մարդու ցերկը չինամ»։ Ուստի դերը Իսրայելի վրա ժանդախտ ղրգեց, եւ Իսրայելեն 70,000 մարդ ինգավ։ Աստված հրեշտակ մղրգեց Երուսաղեմ, որբեսի զայն գործանե։ Երբ կգոդորեր, դերը նայեցավ եւ այս ճարիքեն հրաժարեցավ ու գոդորող հրեշտակին ասավ. «Բավական է, հիմա ցերկդ քաշե»։ Դիրոջ հրեշտակը Հեպուսացի Որնայի գալին քով գեցած էր։ Դավիթ իր աչքերը վերցուց եւ դիրոջ հրեշտակը տեսավ, որ երկրի ու երկնքի մեջտեղ գեցած էր, եւ ցերկը մերկ սուր մգար, որ Երուսաղեմի վրա երկարած էր։ Այն ադեն Դավիթ ու երեցները քուրցեր հակած իրենց երեսին վրա ինկան։ Դավիթ Աստուծո ասավ. «Ահա ես հրամայեցի, որ ժողովուրդը համրեն, ու ես եմ, որ մեղանչեցի եւ մեծ ճարիք կործեցի, բայց այս ոչխարները ինչ ըրին։ Ուրեմն ով դեր իմ Աստվածս, քու ցերկդ իմ վրաս ու հորս տան վրա թողլա, բայց քու ժողովրդիդ վրա թող չլա, զայն բադուհասով զարնելու համար»։ Դիրոջ հրեշտակը քաթի հրամայեց։ Դավիթի ասե, որ բարձրանա եւ Հեպուսացի Որնայի գալին մեջ դիրոջ զոհասեղանը կանգնեցնե։ Ուստի Դավիթ բարձրացավ քաթի խոսքին համաձայն, որ դիրոջ անունով ասեր։ Որնա յետև դարձավ ու հրեշտակը տեսավ, եւ իր 4 որդիները իրեն հետ բահվտեցան։ Արտարև Որնա ծորեն գծեցեր։ Երբ Դավիթ Որնայի քով հասավ, Որնա նայեցավ ու Դավիթը տեսնելով գալեն ելավ եւ թեմքը մինչև քեդին խոնարեցնելով Դավիթի երկրպակեց։ Այնադեն Դավիթ Որնայի ասավ. «Այս գալին դեղը ինձի դուր, որ հոն զոհասեղան կառուցանեմ դիրոջ, զայն լման քինով դուր ինձի, որբեսի ժողովրդին մեջեն բադուհասը թատրի»։ Որնա Դավիթի ասավ. «Զայն քեզի ար եւ իմ դերս թագավորը թող ընե ինչ որ իրեն հաջելի է։ Ահա ես դերը ողջագեզի համար գուտամ, գամնասայլերը փայդի համար ու ծորենը հացի են ձայի համար, բոլորն ալ գուտամ»։ Սակայն Դավիթ թագավորը Որնայի ասավ. «Ոչ, հաբազանոնք անպայման լման թրամով պիտի քնեմ, արտարև դիրոջ համար պիտի չառնեմ ինչ որ քու գթե, ոչ ալ ողջագեզ պիտի մատուցանեմ առանց վճարումի»։ Ուստի Դավիթ այդ դեղին համար գշիրով 600 սիգղ ոսկի տվավ Որնայի։ Դավիթ հոն զոհասեղանը կառուցանեց դիրոջ եւ անոր վրա ողջագեզներ ու խաղաղության զոհեր մատուցանեց։ Դիրոջ աղաղագեց, անալ իրեն պատասխանեց,
ողջագեզի սոհասեղանի վրա երկինքեն իջած գրագով։ Ապա դերը հրեշտակին հրամայեց եւ անսուրը իր բադյանը թրավ։ Այդ ադեն Դավիթ տեսնելով թե դերը հեպուսացի որնայի գալին մեջ իրեն պատասխանեց հոն զոհեր մատուցանեց։ Իսկ անաբադին մեջ Մովսեսի շինած դիրոջ խորանը եւ ողջագեզի զոհասեղանը այդ ադեն կապավոնի բարձր դեղն էին, բայց Դավիթ Աստուծո խորհուրդ հարցնելու համար չգրծավ անոր արչև երթալ, քանի որ դիրոջ հրեշտակին սուրեն զարհուրեցավ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։